Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 18-ն է և ես ուզում եմ ձեզ ծանոթացնեմ անցած նորություններին։ Մինչ նորություններին հասնել ես ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ դուք կարող եք ալիքին օժանդակել գրանցվելով Patreon-ում, դառնալ մեր Patreon-ը և դուք կարող եք բոլոր տեսանյութերը նայել անկախ ժամանակից մինչև YouTube-ը կներբեռնի և ամենակարևորը առանց գովազդի։ Բացի դա, դուք լինելով Patreon-ի անդամ, դուք կարող եք նաև ամեն օր երեկոյան ժամը 6-ին ուղիղ լինել իմ հետ եթերում հարց ու պատասխանի զրույցի ֆորմատով։ Այնպես որ խնդրեմ համեցեք դառնաք Patreon-ի անդամ, իսկ ովքեր ուզում են ուղղակի մեկ անգամյա նվիրատվություններով օգտակար լինեն ալիքին, դրա համար բոլոր տարբերակները ներքևում նշած կա, խնդրեմ, շնորհակալ եմ բոլոր օգնությունների համար։ Հիմա անցնենք նորություններին, այս ամեն ինչի մասին առանց ծիծաղի հնարավոր չի արդեն խոսել։ Եթե հիշում եք, բազմաթիվ մարդիկ Նիկոլ Փաշինյանին ընտրելը հիմնավորում էին, բա հո չենք դառնալու Ռուսաստանի գերի, մենք պետք է Եվրոպա գնայինք եւ այլն եւ այլն։ Եվ այսպես երեք մենք իմացանք, որ թրիպն է, չէ՞, անցնում ռուսական, ոչ թե ռուսական, այլ ռուս հրեա ծագումով, որը ամերիկայի քաղաքացի է, նրա ընկերության տակ անցնում թրիպը։ Եվ այսպես նույն ընկերությունը նաև փաստորեն գնել է Թեղուտի հանքը։ Մենք կարդանք ինչ է վերածվել։ Թեղուտի պրինզամոլեբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավարն է Կոնստանտին Սակալովը։ Վերջերս պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող թրիփ երթուղու առևտրային հիմնադրամի ղեկավար։ Դերարմիստներ առաջ էր, որ Ազատությունը գրել է, որ նա հետաքրքրված է վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկից անցած հանքի ձեռքբերմանը։ Փաստացի ամուսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի արդյունաբերության ոլորտում, եւ սա ներկայացված է որպես խոշոր ներդրում։ Հանքարդյունաբերությունը քանդել տանելը դա խոշոր ներդրում չի։ Ես ասեմ, օրինակ ինչ է կատարվում Բուրկինա Ֆասոյում, հետո կվերադառնանք Հայաստան, հա։ Ուրեմն Բուրկինա Ֆասոյի ղեկավարը, այս նոր նախագահը, այս երիտասարդ տղեն 18 միլիարդ դոլար բերել իր երկիր, մենակ մի հանգամանքով, որ արգելել է ոսկու արտահանումը իր երկրից։ Նոր նախագահ 18 միլիարդ դոլար։ Այ հենց դառնանք մենք Բուրկինա Ֆասո, գոնե Բուրկինա Ֆասո, էլի, ոչ միայն չի շահագործվի ամուսարը, այլ այն ինչը որ արդեն շահագործվում է, կմնա Հայաստանին։ Եվ այդ 18 միլիարդը, առնվազն 18 միլիարդը կմնա Հայաստանում։ Իսկ հիշեցնեմ ձեզ, Հայաստանի բյուջեն ընդամենը 8 միլիարդ է։ Որն ասում եմ մենք նույնիսկ Բուրկինա Ֆասո չենք։ Չգիտեմ մենք ինչ ենք, այդպես երկիր երևի աշխարհի վրա գոյություն չունի Հայաստանի կարգավիճակով։ Իրոք չունի։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Եվ այսպես ազգությամբ ռուս հրեային անցնող սեփականության տակ գտնվող երկու կարևոր օրգանիզմ Հայաստանում, դա մեկ թրիպն է, մյուսը Թեղուտի հանքը, եւ մյուս հետաքրքիր գործարքը, որ Եվրոպա գնացող Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չկարողացավ ազգայնացնել հարավկովկասյան երթուղիները, այլև հապարտ քաղաքացու գրպանից ռուսական ընկերությանն է տալիս սուբսիդավորում 65 միլիոն 2 դրամ, ավելի շուտ 65.2 միլիոն դրամ։ Ինչա կատարվում, այսինքն, այն խոստումները, որ մենք հեսա Ռուսաստանից ազատվում ենք, գնում ենք Եվրոպա, թող Նիկոլ Փաշինյանից հաշվետվություն պահանջեն բոլոր նրանք, ովքեր այս հիմարությանը հավատալով ձայն են տվել Փաշինյան Նիկոլին։ Մի ուրիշ վատ նորություններ ունեմ Փաշինյան Նիկոլին ընտրածների համար, այն որ ես կանխատեսում եմ։ Երեք եղավ Բայրամով Լավրով հանդիպումը, որի ժամանակ էլ որոշվեց, որ Հայաստանը պետք է շարունակի փոխվարչապետների մակարդակով շփումները Ադրբեջանի
հետ եւ պետք է վերադառնալ 3+3 ձևաչափի հանդիպումներին։ Այսինքն ինչ ստացավ Ռուսաստանը այս երկար լռության դիմաց։ Թրիփի հսկողություն, ամուրսաչը ներողություն, թեղուտի հանք եւ ամենակարևորը ազգայնացվելու փոխարեն հարավկովկասյան երկաթուղին ստացավ Նիկոլ Փաշինյանի հպարտ քաղաքացիների կողմից սուբսիդա 65 միլիոն դրամով։ Հիմա էլ ասում է դե թող վարչապետները շարունակեն աշխատել։ Երբ որ հասնենք Եվրոպա, Նիկոլ Փաշինյան ընտրողներ, ձայն անեք։ Ես կարծում եմ այս ամեն ինչից հետո ցանկացած իրան հարգող ընտրող, որը հավատացել է, խապնվել է, լավ, այնքան միամիտ էր, որ հավատացել է ու խապնվել է, պետք է գոնե ձայն հանի։ Ձայն, մի ձայն հանի, էլի, ես չգիտեմ։ Ձայները տարբեր ձայն կարելի է անել։ Աղմուկով, չգիտեմ։ Իրան շպրտելով կամուրջից, ինքնասպան լինելով, հայտարարություն տալով, որ գալաթ եմ արել, ես ուրացա ամեն ինչս, հայրենիքս, զոհերս, սրբություններս, որ գնամ Եվրոպա, Նիկոլ Փաշինյանը էլի քաշ տվեց տարավ Կրեմլի ենթակայության տակ։ Ինչը որ նախատեսված է, տենց էլ պետք է լիներ, ուրիշ բան չէր կարող լինել։ Այ, հələ մի քիչ էլ կարող է, այս խմորը ջուր քաշի, այն ժամանակ կարող Պուտինը ընդունի Նիկոլին։ Եվ այսպես հարավկովկասյան երկաթուղիները չի ազգայնացում, փոխարենը հպարտ քաղաքացին ֆինանսավորում է դրան։ Թեղուտը անցավ ռուսական կառավարության տակ, թրիփը կլինի ռուսական հսկողության տակ, ոչ FSB-ի դեպքով, այլ իրենց նշանակած մարդու դեպքով։ Ով այդ Կոնստանտին Սակալովը? Ոչ մեկ։ Ոչ մեկ։ Իր կենսագրությունով ինքը ոչ մեկն է։ Հերթական ռուս հրեա, ինձ ասում են ինքը հրեա է, ռուս չի։ Այո, Ռուսաստանում բոլոր օլիգարխները ազգությամբ տենց է ստացվել հիմա։ Հիմա նույն ձևի կարելի ասել Բերեզովսկին էլ ռուս չէր, իհարկե ռուս չէր։ Բայց ուրիշ տարբերակ չկա։ Մի խոսքով 200 միլիոն ընդամենը նվիրատվության դիմաց Թրամփին իրանք եկան ընդհանուր հայտարարության։ Ես ասում եմ, չէ՞, այս լռությունը ինչի համար է։ Կոնսենսուս, պայմանով։ Դե հիմա Նիկոլ Փաշինյանը առաջ անգամ չի խափում։ Ում խափել է, թող ինքը մտածի։ Ես մտածել եմ բան չունեմ։ Հա, իդեպ ով մտածում էր, որ Ռուսաստան-Ադրբեջան լուրջ կոնֆլիկտ կա, հա, իրենք հայտարարեցին, որ մեր մեջ կոնֆլիկտ չկա, ինչ եղել է անցյալում։ Կոնֆլիկտ չի կարող լինի։ Ադրբեջանը վաճառում է ռուսական գազը։ Ինչ կոնֆլիկտ կարող է լինի իրենց մեջ։ Իսկ ով է ներկայացնելու այս ամեն ինչը, ով է ղեկավարելու։ Հին ու բարի ռուսական ագենտ Մեհեր Գրիգորյանը։ Հիմա լսենք մի հատ իրան։ Սա կենթանի ձկի մասը խոսքը չէ։ Սառեցրած ձուկ, վերամշակված ձուկ եւ ձկնամթերք։ Իսկ կենթանի ձուկ այդ թվում թե սառեցվածն է գնում, որովհետեւ ըստ էության դա համարվում է, այսպես ասած, ձուկ եւ իրանց նկատի ունեմ այդ ձուկ ասելով իրանք նկատի ունեն սառեցրածը, որ Да что ты, черт побери, такое несешь? Իրանք ղեկավարում են մեր երկիրը, մեր տնտեսությունը։ Եվ իրանք էլ հիմա պետքա այս բոլոր հարցերը լուծեն։ Հարգելի ընկերներ, հետևորդներ, Նիկոլ Փաշինյան ընտրողներ, ես չգիտեմ նույնիսկ կարելի է ձեզ հարգելի ասել, թե չէ, բայց մի քիչ հետո ավելի մանրամասն ձեզ կանոնդառնանք։ Եվ համաշխարհային բանկն է զգուշացնում, որ Հայաստանին սոցիալական ճգնաժամ է սպասում, մեծ։ Հայաստանի այս ամեն ինչ որ կատարվում է կարող ազդի Հայաստանի տնտեսական աճի, գնաճի եւ սոցիալական իրավիճակի մասին։ Լուրջ հուշում են։ Ու ես ասել եմ, չէ՞, որ սա դիտավորյալ կազմակերպված բան է։ Դիտավորյալ եւ չվերահսկվող, այսինքն վերականգնման համար 0 քայլեր արվում։ Տեսնում եք ովքեր են վերականգնման փորձեր անում, ովքեր են մեր ղեկավարները։ Ձուկ, սառացած ձուկ, դե իրանք դան ձուկ են ասում, դե մի խոսքով։ Իրանք պետք է մեր երկրի առաջ ծառացած խնդիրները լուծեն։ Դե ինչքան որ կարող են այնքան էլ կլուծեն, էլի։ Հիմա մարդիկ ձայն են ստացել, չէ՞։ Ձայն են ստացել, ձայն։
Իսկ տեսնենք այդ հարցը ոնց են լուծելու, այդ ձկան հարցը։ Փաստորեն ասում են Երմշուկան հասանելի է դառնում հայկական ձկների համար։ Ձուկարտադրողները հակառակն են ասում։ Բա ասում արտահանելու համար ընդհանրապես պետքա մի հատ ստանդարտի համապատասխանեցնեն, որը կոչվում է ՍԱՏՄ, որից հետո երկար պետքա ստուգումներ անցկացվի այդ ընկերություններում անպայման։ Ինչ են ուտում, ինչ պայմաններում են այդ ձկները աճում, ոնց են դրանց վերախնամում, մի խոսքով։ Եվրոպա գնալը դա հանրակ մասխալություն չի։ Եվ այս ամեն ինչից անցնելուց հետո ձկնարդյունաբերողներն ասում են ասենք թե անցանք, բայց կերը մենք 85% ավելի ենք վճարում նույն կերի համար, ինչ որ Եվրոպայում։ Իսկ ձկան գնի արժեքի 90%-ը կերն է։ Մենք ոնց կարող ենք կրկնակի ավել ինքնարժեքով աճեցած ձուկը տանել Եվրոպա։ Դե իհարկե էկոնոմիկայի նախարարին դա հետաքրքիր չի։ Իրանք ասում են ուզում եք Եվրոպա գնալ, պետք է ստանդարտներին համապատասխանեք։ Հա իհարկե համապատասխանեն իրանք։ Տարիներ հետո։ Բայց հիմա է իրանք զուգը փչանում։ Ու իրանք չեն էլ նույնիսկ համապատասխանելուց հետո իրանք չեն կարող մրցակից չեն։ Ես ասել եմ ոչ հոլանդական վարդերը, ոչ ձկները, որովհետև լոգիստիկայի խնդիր կա, կերի խնդիր կա, դու մրցունակ չես Եվրոպայում։ Եվրոպայում մրցունակ չես, այդ մարդկանց սուտ խոստումներով ձայն ստանալուց հետո դու շարունակում ես սրիկայաբար ոչնչացնել այդ տնտեսությունը։ Մոտարապես 300,000 մարդ, 300,000 տնտեսություն, 300,000 ընտանիք մնացել է առանց աշխատանք եւ կորցնում է իր շրջանառության միջոցները։ Համաշխարհային բանկը դրա համար է կանխատեսում այդ ամեն ինչը։ Տնտեսության կոլապս գնաց։ Իսկ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը 5 միլիարդ դրամ նույնիսկ պարգևատրում իր աշխատողների համար։ Իր աշխատողներն են իր համար կարևորը։ Երկրում ընդեր ինչ է կատարում, ով սոված կմնա, ով կսննկանա, կարևոր չի։ Գիտեք ինչի, որտեվ իր աշխատակազմն է իր հիմա հետույքը պահելու, ոչ թե ընտրողը։ Ընտրողին արդեն խաբեց, ձեները ստացավ, դրեց գրպանը, վերջ, թքած իր վրա։ Հիմա իր համար աշխատելու է իր մետաստազները, իրաց փողա պետք։ Փողա պետք ու շատ։ Իսկ այդ փողը որ դրեց վերցնել, ինչ կա, քերել։ Քերել բյուջեն ինչքան հնարավոր է, հերիք չի, էլի արտաքին դոնորները կտան էլի պարտքեր, մի 2 միլիարդ էլ երևի ստադի կտան, որ էլի բյուջեի ճեղքվածները փակի։ Բյուջեի ճեղքվածքը ասենք փակեց, բա այդ 300,000-ից ավել ընտանիքների եկամուտն ինչ է լինելու։ Այս է հարցը։ Հարցը բյուջեն չի մենակ, բա եկամուտները։ Իմ ջանս բյուջեի ճեղքվածը մոտ կարողպես լինելու 12.5 միլիարդ, ոչ 1, ոչ 2, որովհետև 12.5 միլիարդ ապրանք չի գտնի Ռուսաստան։ Դա տարեկան թիվն է։ Այսօր իմացանք, որ այս ուժեղ տղեն հրաժարվել է մանդատից։ Այ կարծեցի Ռոբերտ Քոչյանը հրաժարվել է մանդատից, մտածեցի, այ քեզ հրաշք։ Միթե մեր հորդորները բոլորիս տեղ ասավ։ Պարզվեց չէ։ Այդ ինքն է հրաժարվել, բայց մնացածը գնում են խորհրդարան։ Ռոբերտ Քոչյանը եկավ, իր արածը արեց, ու ինքը կարա գնա հիմա հանգստի։ Վերջ։ Պատվով կատարեց իր գործը Նիկոլի հանդեպ։ Պատվով։ Հիմա դուրս կգա, մնացածը նույն դեմքերով կգնան կլսեն 5 տարի նույն բանը, եթե իհարկե պետականությունը մնա։ 5 տարի կլսեն 5 տարի նույն բանը։ Ռոբերտ Քոչարյան ընտրողներ, աջակիցներ, դուք ասելու բան չունեք։ Անկեղծ ինձ հետաքրքրում, եթե չունեք իմ համար ոչ մի տարբերություն չկա։ Դուք Նիկոլ Փաշինյանն եք ընտրել, թե Ռոբերտ Քոչարյան։ Նեղանալ չլինի։ Դուք գիտեք, ես ուղիղ խոսացող մարդ եմ, ինձ հետաքրքիր չի դեռ։ Էկրանի հետևում ինչ է կատարվում։ Ով է տվայտվում, որովհետև ոչ մեկին բավարարելու համար չի, որ ես ամեն ինչը անում եմ։ Դուք սրան ասելիք չունեք։ Գոնե խոստովան եկա, որ ձեր կողմից մեծագույն սխալ է եղել հավատալ սրան։ Ինչի՞ ես հրաժարվում։ Դե գնա նստի դու ինքդ էլ այդ թուքումուրը կեր ամեն օր։ Ինչի՞ ես հրաժարվում։ Թողում ես էլի քո դաշնակ մաշնակների վրա։
որ նույն դեմքով էլի գնան սնունդ է, որ ինչ անեն, որ Նիկոլը շարունակի ծախել երկիրը, դե իհարկե հենց այս ժամանակ պետք է լիներ, Լավրովը եկավ համաձայնության Բայրամովի հետ, ազդեցության ոլորտները կիսեցին, ես չեմ զարմանում, որ վաղն է Պուտինը հրավիրի Մոսկվա Նիկոլ Փաշինյանին շնորհավորի իշխանությունը խլելու կապակցությամբ, մի խոսքով բոլոր կողմերը բավարարված են, բացի Հայաստանից եւ Իրանից։ Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը կարա իհարկե առհամարի հայ ընտրողներին, որովհետև խափելով, նրանց նվաստացնելով, ձեները գողացելա, ինքն իրեն հրճակելա արդեն վարչապետ, դա եթե կարողանա մարսի, բայց իրենին խափելը ինձ թվում է չի մարսելու։ Որովհետև տարածաշրջանի այս կառուցվածքը կախված է Իրան-Իսրայել-Ամերիկա պատերազմից։ Այս պատերազմից է կախված։ Իսկ Իրանը չի պարտվելու։ Իսրայելը արդեն պարտվել է։ Ես մի քիչ ուշ եմ մասին խոսել։ Նայ լասենք Արմենը բան ունի ասելու Գրիգորյան Քոչարյանից։ Ձեր հետ ինչ ելնի, հասնում ա ձեզ։ Ինչքան է փողը վերցրածելնեք, մեռնելու եք ձեզ տանեն թաղեն։ Ուրիշից լավը չեք։ Ձեր քելեխին ինչի կենասն են խմելու։ Դուք ձեր ղզիկ պահվածքով, սաղդ, ու դուք սաղ ձեր միտինգները կրվում եք Նիկոլին։ Ես հիշում եմ այդ շրջան ես հարմանում են ես ներվում որ Արմեն Գրիգորյանը անկեղծ հավատում է սրանց։ Մենք այդ շրջանում էր որ դադարեցինք շփվել։ Ուղղակի ինքը հասկացա որ ես չեմ աջակցում, մենք այդպես դադարեցինք։ Բայց ես զգում եմ որ ինքը անկեղծ դա 21 թիվն է, որ անկեղծ հավատում է որ եթե սրանց մեկն էլ կարա մի բան անի, դա Քոչարյան Ռոբերտն ասում դա սա անող չի, հակառակ ինքը դուրս եկել փողոց որ ժողովուրդը դուրս չգա։ Արմենը հասկացավ, Արմենը մասին խոսած դա մոտ սպանեցի։ Չգիտեմ, այս Արմենի դասը Քոչարյան Ռոբերտ ընտրողների հասելա թե չէ։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ դասը ամեն մեկին չի որ հասանելի է։ Մարդիկ տենում են ու չեն հասկանում։ Իրոք, տեսնում են ու չեն հասկանում։ Օրինակ, ինչպես այս օրինակը։ Այսօր ինֆորմացիա տարածվեց, որ Տեր-Ռևոնդյանի համար երաժշտական դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը տնօրենի հեռացրել է մի նկար ցուցահանդեսից, որ նկարել էր 10 տարեկան արցախցի երեխա։ Այդ նկարի վրա պատկերացնում եք 10 տարեկան երեխան ինչ պետք է նկարի, մոտապես վերցել է, խզբզել է մի բան էլի տեչու թղթի վրա էլի։ Ենթադրում եմ, հա։ Ու ինչ է նկարել իր 10 տարեկանի ձեռքով, նկարել է իր հիշողությունը։ Տատիկ պապիկի արձան։ Եվ տատիկ պապիկի արձանը այդ նկարը չի հանդուրժել այս երիտասարդը նկարի մեջ, որը կատարում է ժամանակավոր տնօրենի պաշտոնակատար, ժամանակավոր պաշտոնակատարան մի խոսքով։ Ու դա որակել է հակապետական գործ, նկար, արարք, ինչ հակապետական բառը օգտագործել։ Հակապետական 10 տարեկան երեխու գործը։ Փաստորեն ես ընկերը դեռ կյանք չմտած։ Արդեն ինքը գիտի ինչ է նշանակում հակապետական եւ որոշել է որ 10 տարեկան երեխան հակապետական գործարար է։ Այսինքն երեխան որ հիշողություն ունի, ինքը հակապետական գործողություն ալը դրանով։ Ու ասեմ այդ դպրոցը գտնվում է Քանաքեր Զեյթունում։ Ու հիշեցի մի անգամից գիտեք ում Քանաքերցի Կյաժին Աբաջան Ռոբիս Քանաքերցի Կյաժ Նայեք ես երկու նկարներ են, իրանք նույն տարիքի են էլի։ Նույն տարիքի են, չէ։ Երկուսն էլ թվում է լուսավոր տղաներ, բան։ Բայց մեկն ասեց, այս դիրքերը հանձնողի մերը, որովհետև այս դիրքերում իմ ընկերների արյունն է թափվել։ Ու իա Քանաքերցի մյուս ընկերը ասում է, դրա մասին հիշելը հակապետական գործունեություն է։ Ինչքանով հասկացա, ընկերը նաև ինքը ժողովրդական ոճի ներկայացուցիչ է, ժողովրդական երգիչ։ Ես ուզում եմ իրան ասել Սուրեն Գևորգյանին, Սուրեն,
վաղը դու այդ երգերը չես կարողանալու երգես։ Այո։ Որովհետև ցանկացած ժողովրդ, գիտես գոնե որ ժողովրդական նախագիծը փակված է համեկում։ Գիտեմ որ գիտես, վստահ եմ որ գիտես։ Հիմա այս նախագիծը փակելն էր հակաժողովրդավարական քայլ, հակապետական քայլ, թե երախու նկարը։ Թե որ Նիկոլի Հրամանովը ամեն ինչ օքեյ է։ Դե ԿՊ-ականի համար բնական է տենց էլ պետք է լինել։ Այսքան երիտասարդ դու արդեն ԿՊ-ական։ Ու ես վստահ եմ որ վաղ ասեն ժողովրդական երկելը չի կարելի դա հակապետական է, որովհետև այնտեղ ոնց ուզում ես երկի։ Մուշը կա, սասունը կա, չգիտեմ, կարող Ադանան կա, Կիլիկիա կա, ամեն ինչ կա էլի, Մասիս, Արարատ, բան, ոնց ուզում անի երկերի մեջ գրվում է, չէ՞։ Դա ամեն ժողովրդական երկերն են, ինչ եմ անընդհատ ժողովրդավարական ուզում ասեմ, ժողովրդականի։ Ես վստահ եմ ինքը ի տարբերություն Խորեն Լևոնյանի կարա խմբագրի նաև տեքստերը, որտեղ Խորեն Լևոնյանին ասեցին ծաղրես արվեստը, ինքը հրաժարվեց, ինքը դուրս եկավ համեկից, բայց ես վստահ եմ որ երիտասարդ ԿՊ-ականի համար նույնիսկ ժողովրդական արվեստի ներկայացուցիչի համար օքեյ է, մի հատ դնեմ այս տեքստը խմբագրեմ, հանեմ հակապետական բառերը, մենակ թե տնօրեն լինեմ, մենակ թե չգիտեմ, հաճոյանամ այս իշխանություններին։ Ես դեռ բան չեմ ուզում ասել, հիմա ես ուզում եմ ձեզ որոշում կարդամ դատարանի որոշում, որ ասեմ ամեն ինչ ուղղությամբ գնում է, այն որ ես ասում ժողովրդական երկերն արգելվել են արդեն հմեկով եւ արգելվել են այսուհետ, դա պատահական չի։ Հես հերթական բանն է, պատասխանն է դատարանից, որը պատասխանը տվե աննազգանեցը կարդամ Ոմն Դավիթ Բալայան, որի ես որ իմացա ապշած եմ, որի եղբայրը բանում է, բախվում է ռազմագերի կարգավիճակով։ Եվ ինքը ինչ է ասում դատավորը, եղբայրը ռազմագերի է, ինքն ասում է, որ ոչ մի անօրինական բան չկա Նիկոլ Փաշինյանի կողմից 27 թվականի միջոցառումների համար, տեսեք, Ծիծեռնակաբերդի շուրջ, ցեղասպանության շուրջ եւ ընդհանրապես այս արսիայի շուրջ բոլոր միջոցառումների ֆորմատը վերանայել եւ փոխել է։ Մի աղբեր ընդ բանտում է, այս մեկը ծառայում է Նիկոլի համար, ասում է իր ասացի մեջ ոչ մի հակասահմանանական եւ հակաօրինական բան չկա։ Երբ որ կա, օրենքով կա, ինքը ասում է, չէ, չկա աղբեր ջան։ Օրենքը էսա չկա։ Նայում ենք, կարդում ենք, ճիշտ է, տենց է, բայց չկա։ Դատավորը ես չեմ։ Ես ասում եմ ոչ մի բան չկա դա անօրինական։ Ուրեմն պատրաստ եղեք։ Պատրաստ եղեք, այս ցենզուրան, որ մտել է, մասնավորապես տեսեք ինչ կադրեր են փչանում այդտեղ։ Երիտասարդ, բայց արդեն հակապետական։ Հա, վաղը դուք պատկերացնում եք այդ 10 տարեկան երեխա ապրումները, ուրեմն ամեն ինչ կորցրել է, հայրենիք, մանկություն, տուն, տեղ, ամեն ինչ կորցրել է, իր հիշողությունների իրավունք չունի ինքը արտահայտվելու, որովհետև դա հակապետական է։ Այդ առումով ես ուզում եմ լսեմ, ես խոսամ, ուզում ենք մենք։ Աննա Իսրայելյանն այս մասին գրել, ուզում իրան կարդամ ուղղակի էլի, եւ ոչ միայն ինքը։ Երեխան շատ վատ ապրումներ ունեցավ, մենք էլ բացատրեցինք, որ շատ ուժեղ ուսուցիչ ունես, շատ հայրենասեր, որը թույլ չտվեց, որ քո նկարը չցուցադրվի։ Արցախցի 10-ամյա աղջնակի մայրը, անգլերենի ուսուցչուհի, այժմ տնային տնտեսուհի Անուշ Դանելյանն է պատմում։ Կներեք, ես այնքան հուզված եմ, ես դժվար է իմ համար խոսալը, ցերեկ իմ կաշ խոսացել եմ, այս ամբողջ օրը էփել եմ ես մտքից։ Ցուցանդես մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատանքի տաղավարից հեռացրել է աշխատանքներից մեկի ձեռքով նկարված աշխատանքը, որում պատկերված է Ստեփանակերտի մենք ենք մեծ սալերը։ Առավոտի հետ զրույցում տիկին Անուշը որոշ մանրամասներ պատմեց։ Իրենց հետ զրույցում ուսուցչուհին պարզաբանել է, իրեն աշխատանքից ոչ թե ազատել են, այլ ինքն է դուրս եկել։ Ես չեմ կարող աշխատել միտեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում։ Ես այդ երեխային ոնց բացատրեմ, ոնց ասեմ, որ քո հայրենիքի սիմվոլը մի նկարիչ։
Երբ երեխայի գլխում սրտում դա է, դրա համար էլ նկարել է։ Հա, դժվար է ասել։ Դժվար է ասել էդ երեխային։ Բայց քանակերցի կյաժի թաղում, արդեն քանակերցի կյաժի այդ տարածքի համար կյանքը տված երեխեքին ասում այդ կյանքը իզուր է տվել։ Էդի մերը չի, դրա մասին հիշելը նույնիսկ հակապետական է, այսինքն արագ է փոխվում ամեն ինչ։ Հակապետական բառի հետ կապված ես ուզում եմ Լուսինե Ազնավուրյանի ցիտեմ, հա։ Հիմա այս անգրագետ օբյեկտին հարց, ինքը հասկանում է, որ հակապետական արարքի համար քրեական հետապնդում է նախատեսում։ Իսկ եթե ինքը հորդորում է չներկայացնել, ինքը հաղորդում չներկայացնի ոստիկանություն դրա մասին, ինքն էլ է դառնում հակապետական հանցանքի մասնակից։ Հարց երկրորդ. Սույն անգրագետ օբյեկտին ինքը տեղյակ է, որ 10 տարեկան երեխան քրեական պատասխանատվության ենթակա չի։ Հետևաբար նա չի կարող հակապետական արարք իրականացնել։ Չէ, չեմ քննարկում այն, որ թուրքական գաղութ լինելու փաստն այլևս ոչ մի կերպ չի թաքցվում եւ հանձնայինորեն հակապետականությունը որակվում Արցախից ինչ որ հուշարձան պատկերելը։ Այդ թողնենք դրա մասին մենք արդեն 6 տարի չէ, դրա մասին մենք արդեն հիմնադիր համբալի ժամանակներից գիտենք։ Ես ուզում եմ, որ մարդիկ մի հատ գնահատեն ՀՀ ուսուցիչների գիտելիքների մակարդակը։ Ես շնորհակալ եմ այդ ուսուցիչից, որ ինքն է դիմում տվել դուրս եկել։ Ոչ թե սпасելա, որ իրեն հանեն ինչպես են գինեկոլոգին, հա։ Այսօրվա մեր դարում այտենց ուսուցիչներ ամեն տեղ չեն։ Բայց հիմա այս դպրոցի տնօրենին կպատասխանի նախկին ԿՊ-ականը, որ ինքն էլ է շոկի մեջ։ Նախկին ԿՊ-քարոզիչ։ Ինձ հիմա բացատրել որևիցե մեկը ինչ է նշանակում կասկածի տակ դնել հայոց ցեղասպանությունը։ Ես արդեն կասկածում եմ, որ դուք կարող մարդ լինեք։ Լսեցիք Սուրեն։ Հա։ Որտեղ ցեղասպանությունը մենակ 15 թվի ցեղասպանությունը չի։ Այդ երեխան ինչ որ նկարել է, այդ էլ է ցեղասպանությունը։ Էթնիկ զտումը ցեղասպանությունը։ Ինչ անենք որ երեխան չի մեռել։ Բայց ինքը չի մասը, չէ՞։ Բայց այդ օրը դրանից առաջ շատ-շատերն են սպանվել, որ այդ երեխան փրկվի։ Պարոն վարչապետ, ո՞նց ես դու կարողանում գնալ տուն, պարկել, քնել, քո երեխեքի աշկերի մեջ նայել։ Ինչեւ սա վերաբերում է բոլոր ԿՊ-ականներին։ Այս մարդը հասկացել է, որ ես ինչը, ես է սուր էի ընկել։ Սա վերաբերում է բոլորին, է Սուրենից մինչև վերջի ԿՊ-ական ընտրողը եւ ԿՊ-ականը։ Ես տեսեք ամբողջ օր այնքան եմ խոսացել, որ հանկարծ բերանիցս վատ բառ չթռնի, որովհետեւ ես մոնտաժ չեմ անում։ Ես գիտեք ինչի չեմ խոսում, ինչի չեմ հայոյում։ Ոչ չսպառեմ այդ էներգիան, որովհետեւ ես ին որոշումը կայացել եմ։ Սուրեն Գրիգորյանը մի հատ բան ունի անելու միջև երկուշաբթի։ Նել է երախում։ Ներողություն խնդրել։ Անպայման երկուշաբթի դիմում ներկայացնել մշակույթի վարչություն քաղաքապետարան։ Ասել ու չենթարկվել ոչ մեկի բանին, հորդորներին, կարող թաղապետը կանչի, ասի արա ով են դրանք, որ քեզ բան ասեն, կարող Ավինյանն ասի, տո գնա աշխատի, դրանք ով են, որ քեզ բան ասեն։ Իհարկե կասեն, բայց իրանք թող իմանան, դու իմացի գոնե, դու դեռ ջահել ես։ Նիկոլը հավերժ չի։ Երկուշաբթի օրը այդ հարցը չլուծվեց, դու դառնում ես այս գործողության լիարժեք պատահական, լիարժեք պատասխանատու։ Սա արդեն ես հիմա թողում եմ բանը էլի տեղը, որ դու խալաթ ես արել, գնաս քո հարցը լուծես։ Ինչեւ երկուշաբթի հարցը չլուծվեց։ Անժամկետ, այսինքն առանց էլ համաներման իրավունքի, դու դառնում ես թիրախ։ Հասկացի, Նիկոլը գնացող է։ Քեզ էլ հետն է տանելու եւ ոչ միայն քեզ, ինքս ես տանելու է։ Քեզ արգելու է երկեսել, որովհետեւ քո երկած այլևս արգելված է լինելու Հայաստանում։ Դու ո՞նց ես այսօր այդ երախուն արգելու տատիկ պապիկ նկարի, քեզ էլ ասելու ժողովրդական երկելը բոլորսա։ Այ քեզի բան, ինչ ժողովրդական։ Ալիևը չի ուզում։ Ալիևը բաղասել է իմ մուղամները պետքա ձեր դպրոցներում լինեք, իմ աղոթները պետք է ձեր եկեղեցիներում լինի։ Ու դուք անելու եք։ Ու դուք անելու եք, որտեղ դուք արդեն այդ ճանապարհին եք։ Այս աղջիկը արդեն ապշած է։ Ոնց կարելի է անտեսել մեր հայ տղերքի թափած արոնը։ Այս ոնց այդ կյաժին ոնց ուրախացա, ոնց ուրացաք դուք։ Չնայած եթե դուք կյաժի պապուն եք կեղծում, դուք ոչ չեք ուրախ։
Ոնց կարելի է պրոստը դրա վրով անցնել։ Հենց այդպես կարելի անցնել։ Ու ասում եմ։ Բայց դե ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Մի հատ sense անսողեր նայենք։ Շի օրիգինալ արցախցի է։ Հետ շնամական հարաբերությունների մեջ են։ Հիմա սկսվել է հարաբերություն երկու պետությունների հետ, որպեսզի գնան խաղաղ պայմանավորվածության, գնան հարաբերությունների կարգավորման։ Այսինքն գալու է մի ժամանակ, որ թուրքերն ու հայերը իրար հետ այնքան լավ հարաբերություն են ունենալու, բայց այդտեղից էլ է կախված դու ինչ արժանինքներ ունես։ Եթե թուրքը տենա դու արժանինքներ չունես։ Մի խոսքով, ինձ անդադ ասում են սան ով է, էս արցախցի է։ Տեսեք փողն ինչ անում է։ Արցախցի է։ Հա։ Էս էդն է, որ իր երեխեքին թուրքական երաշխության տակ падել էր տալի ու նկարում էր։ Լավ, ես չեմ ասի հայերի մեջ sense բան չկա, sense մարդ չկա, ուղղակի հարցը հետևյալն է։ Իսկ մյուս տարբերակը կա։ Հիմա այս սրանց ուզում եմ երկու բառ ասի Սոսը Սարգսյան, հետո ես կասեմ էլի։ Տեսեք ինչքան եմ հետաձգում իմ ասելիքը, որ հանկարծ բերանիցս բառ չթռնի, որ չպղծվի եթերս։ Տեսեք ինչքան ապերատար եմ։ Հատ լսենք Սոս Սարգսյանին։ Զգաստացեք, այսպես չի կարելի, մենք կկործանենք, ոտի տակ կգնանք, դարես։ Միթե ձեզ համար միևնույն է, թե վաղը ինչ քաղաքացիներ կունենանք։ Հա դու երեխուն աչքելում ես իր հիշողությունը, իր քաղցր քաղաքանկարի։ Միթե քո համար միևնույն է երեխան ինչ կզգա։ Ինչ կմեծանա, ոնց կմեծանա, դուք ոնց եք քնել։ Տանում ես ազգի հետ։ Ես ուր եք տանում ես ազգի։ Ամեն ինչ թելադրում են ճաշակը այդ ամենա ցածր ճաշակը թելադրում են ազգի։ Չի կարելի թույլ տալ։ Սա նորից եմ կրկնում ու պետք է կրկնեմ։ Մենք հասել ենք այն կետին, որ այլևս ոչ մի բան չպետք է հանդուրժի։ Մենք ազգովին պետք է բողոքենք, պայքարենք։ Մեր իշխանությունները պետք է շատ մտահոգվեն այս հարցով, որովհետև մենք երեխեք ենք դաստիարակում, որ դառնալու են այս երկրի քաղաքացիներ, որոնք պետք է պաշտպանեն այս երկրը, որոնք պետք է շենացնեն այս երկրը։ Ուշացանք է, որովհետև Սոս Սարգսյանը որ ասում էր, այդ թվերին այս տղան երևի, չգիտեմ, կարող 10-11 տարեկան էր։ Հա ուշացանք փաստորեն դաստիարակելու պահով։ Իրոք ուշացանք։ Բայց սերունդը կարող գիտեք օդից առաջացել, չէ, ինքը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ես չեմ կարծում ինքը Լևոնի ժամանակ սովորած լինի, հա, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այս ընթացքում է սովորել դպրոցից 20 տարվա մեջ է հարցրել ինքը, ասել սովորել, ավարտել, Նիկոլի ժամանակ էլ դառնալ ԿՊ-ական։ Դուք եք ստեղծել այս սերունդը։ Սերժ Սարգսյանի այս զանգը որ խփում էր, դրա մասին էր։ Փաստորեն մենք ուշացանք։ Իսկ հիմա լսենք բժշկին ախտորոշումը։ Անողական տարիներին մենք գնում էինք տարբեր հիվանդանոցներ, տարբեր բաժանմունքներ պրակտիկայի, այդ թվում նաև հոգեբուժարան։ Հոգեբուժարանի պացիենտները հաճախ լինում էին շատ ագրեսիվ, վիրավորում էին, անպատվում էին ոչ միայն մեզ, որ երիտասարդ պրակտիկանտներ էինք, այլ նաև այն մեդպերսոնալին, որը ամենօրյա կարգով իրենց նկատմամբ խնամք էր տանում, իրենց բուժում էին։ Պատկերացրեք, որ մեդպերսոնալը կամ մենք այս պացիենտներին իրենց համապատասխան պատասխան տայինք։ Հիվանդը առողջ է, չի կարելի համեմատվել հիվանդների հետ եւ նույն նժարին իջնել։ Հայրիկս ասում էր, որ շունը քո վրա հաչում է կամ քեզ կծում է, դու չես կարող շան վրա հաչալ կամ շանը կծել, որովհետեւ ինքը շուն է, դու մարդ ես, դու պետք է մարդկային դիրքից նայես այդ ամեն ինչին։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ շատ եմ տեսնում, երբ որ իմ ընկերներում կամ համացանցում ակտիվ մարդիկ այսպես բանավեճի են բռնվում այն ընտրազանգվածի հետ, որը ընտրել են Նիկոլ, ու փորձում են սրանց դավցի բերել, ինչ որ բան բացատրել, հասկանում եք հարգելի հայրենակիցներ, դուք իզուր եք պատնում ձեր ժամանակը, որովհետև բոլոր նրանք, ովքեր իրենց ուղեղի վրա մեկ առողջ բջիջ ունեին, արդեն հասկացել են ինչ է իրենից ներկայացնում Նիկոլը։ Իսկ մնացածին, այդ որ դուք փորձում եք ինչ որ բան հասկացնել, պատկերացրեք, որ թմրանյութի տակ գտնվող մարդուն դուք մոտեցել եք ու իրան փորձում եք բացատրել, որ ինքը առողջ ապրելակերպ չունի կամ ինքը վատառողջ է, իրեն բուժում է պետք։ Անհնար բան է, չէ՞, որ ինքը հասկանալը։ Ինչ պետք է անել։ Պետք է ժամանակ տրամադրել, որպեսզի այս մանիպուլյացիաների, կեղծիքի, ստախոսության, պոպուլիզմի, պրոպագանդայի տեխնոլոգիաները ավելի շատ մարդ չախտահարեն։
որպեսզի այս պացիենտների թիվը չշատանա, պետք է հակաթույն լինի։ Այսինքն ինչով են մարդկանց դարձնում իրենց գեր, ինչով են զոմբիացնում, ինչով են թմրանյութի տակ են գցում, պոպուլիզմով, պրոպագանդայով եւ մանիպուլյացիաներով։ Օրինակ ինչի վրա պետք է ժամանակ ծախսել, ես սա չի լինի անիմաստ, օրինակի համար։ Երկրի top 1 ստախոս կեղծարարը մեղադրում է ընդդիմության ընտրազանգվածին, որ կաշառքի փոխարեն են ձայն տվել։ Ոսկով ասելիք ինչը, հալիք են առողջ մասին փսկենք էլի։ Այդ հիվանդին դու բան չես կարող հասկանես, որտեղ ինչպես ինքն ասում, դրանց ուղեղը արդեն ախտահարված է։ Մեկը իմջալոս կոմենտներում ես պատկերացնում ես Լիանա Թոքմանյանին իմջալոս շնորհակալություն Լիանա ջան, պատկերացնում ինչքան հայոյանք են գրում։ Գրել է, բայց ես ընտրել եմ, ես իմ կարծիքն ունեմ, չեք գրում, որ ուղեղը ախտահարված է։ Ես ստիպված էի պատասխանել, որ դուք ոնց թե կարծիք ունեք։ Այսինքն սերիական մարդասպանին աջակցելու կարծիքը ո՞րն է։ Դա կարծիք չի, դա հանցակցություն է։ Ինչ կարծիք։ Ոնց դու կարաս կարծիք ունենաս մանկասպանի նկատմամբ։ Հա, բայց ինչ բայց ինքը մանկասպան է, բայցը ո՞րն է։ Եթե կա բայցը, նշանակա դու արդեն հանցակից ես, ոնց որ են ռազմագերու աղբերը, ինքս դատավոր է, հարց չկա, Նիկոլաս ճիշտ է, աղբերն է թունդը փտ ինչ ա եղել։ Ինքը կարծիք ունի, չէ, ինքը հանցակից է։ Ցանկացած մարդ, որ Նիկոլ Փաշինյանն ընտրել է, տեսեք ինչքան փաստեր կա, այս 10 տարեկան արդյունքին կոտրելուց սկսած միջև ամբողջ տնտեսությունը Ռուսաստանի տակ մտցնելը, իր հոտին խաբելը, այսքան մարդու գլուխ ուտելը, հայրենիք դավաճանելը, մի խոսքով, այս ամեն ինչը հանցագործություններ է, 24 ժամ հանցագործությունը շաբաթը 7 օր։ Սա մասին կարծիք ունենալու տալ ձայն իրան ասել, սա լավ է, դա կարծիք չի, դա հանցագործություն է։ Ու մի զարմացեք, որ ձեզ արդարացնելու համար բժիշկն ասում է, որ ձեր ուղեղը ախտահարված է։ Ավելի վատ բան կարելի ասել, ի տարբերություն ձեզ, ինքը չի հայոյում ձեզ, դիագնոզ է դնում, որ դուք ունակ չեք տեսնելու կամ տեսնել հասկանալու։ Բայց ձեր բերանա, որ բացում են, հայոյանք հա դուս գալ, ես աղջիկով գիտի ինչ ասում եք։ Իսկ վերադառնեմ հիմա այս դպրոցին։ Ասեցի արդեն պայմանս որն է, ու սա կատակ չի։ Մնացած կոլեկտիվը ուսուցիչներ եւ ծնողներ, ովքեր սովորում են այդ դպրոցում գնում գալիս են։ Ձեր պահանջով պետք է վռնդվի ինքը, եթե ինքնակամ չգնա, ինքը պետք է վռնդվի այդ դպրոցից։ Չեք գնում դասի, հրաժարվում եք մտնել դպրոց, քանի ինքը հրաժարական չի տվել։ Վերջ սա է։ Եթե սա հանդուրժվեց, վաղը ձեր երեխեքը կարող է ադրբեջանեն գրել, կարդալ, երգել, մուղամ կարդալ սովորեն, մուղամ երգել սովորեն, ու սա սադերի հետևում չի։ Ես ասեցի, չէ արդեն, ինչի դեմ է բողոքված, որ այս անասունը որոշել է 27-ի ցեղասպանության միջոցառումներն էլ հանել, սա նշանակում է հաջորդ քայլով Ծիծեռնակաբերդի հուշարձանն է քանդվում, արդեն դա գրված է։ Այդ Ծիծեռնակաբերդի թանգարանը փոխվելու է, դառնալու է Հայաստանի պատմության թանգարան։ Վերջ ցեղասպանության մասին նյութերը հանվելու են այդտեղից։ Նշանակում է վաղը հանվելու է նաև հուշարձանը, եռաբլուրը, ինչ կապված է թուրքերի հետ, որ ընդեղ դրանց դուրը չի գալի, Նիկոլ Փաշինյանը հանելու է, եթե հասել է բան ընդեղ, որ 10 տարեկան երեխու նկարին են արդեն ասում դու հակապետական ես արա։ Էսի նշանակում է նույն բոլշևիկի ծնունդներն են, ժամանակներ հետ են գալիս։ Ես վախենամ վաղը այս երեխու նկարելու համար ծնողներին Սիբիրել արկել աքսորեն, պայմանական եմ ասում, ու կանեն, առանց դրա սանք իշխանությունը չեն պահելու, բայց Սուրեն Գրիգորյանը շատ է պետք է իմանա։ Ի տարբերություն Նիկոլի դու դեռ ջահել ես։ Ի տարբերություն Նիկոլի քո վրա մահվան հիմա դատավերջեր չկա։ Նիկոլի վրա կա։ Հիմա դու ես ընտրում, կիսում ես իր հետ իր ճակատագիրը, թե գնում ինքնական։ Ներողություն ես խնդրում երեխուց, ու հրաժարական ես տալի գնում ես, ու մոռանում ես դրա մասին։ Ու աշխատում ես նենց անես, ոսանք շուտ տապալվեն, որ դու կարողանաս քո ժողովրդական երկերը երկել, որովհետև վաղը դու դա էլ չես կարողանալ անես։ Ոչ մենակ դու, ոչ մեկ, որովհետև ես գիտեմ, չէ՞ ոնց են պրոյեկտը հանել հա մեկից։
Իմ ընկերն է անդե պրոդյուսեր։ Երաժշտական մասի։ Պատկերացնում եք երկի մեջ Արարատ բառը եղել։ Սելեն չի լինի։ Պատկերացնում եք այդ տականքն է երկի մեջ Արարատ բառն ասում, չի գնա եթեր։ Կամ մենք, կամ իրանք։ Դպրոցի ծնողներ եւ աշակերտներ։ Չեք մտնում դպրոց։ Պահանջում եք սրա հրաժարականը, եթե իհարկե ինքնակամ չարես դա։ Իսկ ես ըստ դրա իմ գործողությունները կպլանավորեմ արդեն։ Մյուս հայտարարությունը Նիկոլ ընտրողն է, սա էլա ձեր վզին։ Հաստորեն, ես կնոջը ոչ միայն ձերբակալել են, ասում եմ, ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից, ես զրկված եմ նույնիսկ իմ 13-ամյա դստերը եւ 85-ամյա մորը տեսնելուց։ Նույնիսկ հեռախոսով զրուցելուց, պատկերացնում եք։ Արեգնազ Մանուկյանի մասն է խոսքը։ Սենց բան գոյություն չունի, սենց բան, հիմա այս կարդամ, ինչ էր Սերժի ժամանակ սա բնորոշվում։ Նինան ասում, իրավապաշտպան Կարապետյանց։ Բանտերում գտնվող անձանց տեսակցության սահմանափակումը ժամանակին դիտարկում էր որպես խոշտանգման ձև։ Նիկոլ Փաշինյանի աջակիցներ ու ընտրողներ, դուք մարդկանց խոշտանգում եք բանտերում, մարդ, արա դուք ցավը ծնող եք կամ չգիտեմ կամ զավակ եք կամ ծնող եք, արա դուք մարդ եք, այս կնոջը 13 տարեկան իր երեխուն են արգելում զանգի, մեկ է 85 տարեկան մորը։ Հələ դուք մի պահ պատկերացեք դուք եք այնտեղ։ Չնայած ես ինչ եմ խոսում, ինչ եմ ասում, այն աղջիկը պարզ բացատրում է, չէ՞ որ ուղեղը ախտահարված է։ Լիանա Թոքմանյանը։ Ոչ, եթե այսպես ինքը պարզ ասում է, չէ՞ ուղեղը ախտահարված է, դուք ոչի բանի ունակ չեք։ Բայց եթե լրիվ չի ախտահարված, մի հատ ձեր վրա պատկերացրեք։ Գրողին հələ մի կողմ է, որ դուք անօրինական եք այնտեղ։ Ձեզ տալել են անօրինական երիկ չի։ Ձեզ նաև արգելում են ձեր երեխու հետ խոսալը։ Չէ, ձեզ ներում չկա։ Քանի որ ընտրություններն արդեն վերջացել է, ժողովրդի վրա կարելի է ասենց գունդ թքել վերևից, հիմա նայենք սա։ Էլի հանք են ուզում բացել։ Հիմա էլ Արմանիսում։ Գյուղացիներն են ասում են ոչ հանքին, մի թունավորեք մեզ։ Մի թունավորեք մեզ։ Նիկոլը ծախվել է, կրվել է այս երկիրը Նիկոլը։ Նիկոլը իշխանություն ստանալու դիմաց ծախել է այս երկիրը, դուք հասկանում եք։ Ծախել է, ու այսքան ժամանակ ուղղակի ես ասում եմ, չէ՞ որ բազար է գնում, ու այդ բազարը հենց Թրամփի ուղին է։ Ով է կարգավորելու դա, ով է նայելու, զոնը ով է նայելու։ Հիմա ոչ միայն այդ ուղին է, նաև հանքերը, տարածքը պիտի քանդվի, ավերվի։ Իրան սա է պետք։ Իշխանություն, որ իր գլուխը չկտրեն ուղղակի, որտեղ մի գիլյոտինի տակ է գնալու, sense տենից։ Ախս մեկ է գնալու է։ Նայած այդ ընթացքում ինչքան կհասցնի սա վնասը, սա է։ Մեկ էլ ինչքան երիտասարդ հետը կտանի հետևից, ինչպես է Սուրեն Գրիգորյանն է Գևորգյանը։ Ինչքան երիտասարդ հələ կհասցնի հետը տանի։ Փաշինյանին վառելու կոչանողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան։ Գարեգին բեի քարով գլուխը ջարդելու կոչանողները հələ մտածում են, լեզվաբանները քննում են, այդտեղ հանցանք կա թե չէ։ Հանցանքը գիտեք ինչի չկա, որովհետև կոչանողը դատախազի քերին է։ Դրա համար էլ պետք է մի հատ հասկանալ, մի հատ մտնել իր վիճակի մեջ, հասկանալ ինչի է ասել դա։ Բայց եթե Նիկոլին է դա ասել, կես ամսում գործը ասում է դատարան։ Ինքը ստեղ ասում է հաջորդ օրը գործը դատարանում է։ Նիկոլ Փաշինյանը ընտրողներ։ Դուք հանցագործ եք, հասկանում եք։ Սա քաղաքական չէ, սա իրավական ձևակերպում է։ Դուք հանցագործ եք, դուք չեք կարող, դուք չունեք կարծիք, դուք չեք կարող կարծիք ունենալ։ Դուք չեք կարող օրենքի մասին կարծիք ունենալ։ Չկա տես կարծիք։ Հա, դատավորը կարա տես կարծիք ունենա։ Նիկոլի դատավորը։ Չկաց ունենալու սեփական աղբյուր ճակատագրի վրա։
կարևոր է իր կողմը այսօր տեղումը, ինքը կարա ասի Նիկոլ ինչ ասում է ճիշտ անում։ Աղբորն էլ ճիշտ անում թողը, բանտում թքածել ունենա վրա։ Բոլորը նույն տեսակետն է, ես վստահ եմ, դուք նույն բոճկից եք լցա, նույն ամանից։ Սա է բյուրեղավանն է, նայեք։ Շտեղը ներվում են, ասում են հերիք է թունավոր ջուր խմենք, այդ չենք ուզում, կփակենք ճանապարհները, այդ ջրի հարցը լուծեք։ Վիոլա ջուրը ոնց որ նարուշիլովկա ունենա Հայաստանում, ամեն ինչ կարանի, բավարար էլեկտրացանցերը չի որ մի օրվա մեջ սեփականացնեն։ Վիոլա ջուրը ինչ ուզենա կանի։ Մակրոն պապանը դե նստած է, քանի Մակրոն պապան նստած է այնտեղ, ինչ ուզենա Վիոլա ջուրը կանի։ Բայց ես թվում է Նիկոլի իշխանությունը ինչի հաշվին է։ Հենց իրան ասում են աշխատի, նշանակում է ասողներն էլ ինչ ուզենան կանեն։ Այդ քանդող ֆիրմաների երրորդին, հանկափորների երրորդին, գողական հանցագործների երրորդին, ԿՊ-ականների երրորդին, ով նշանակել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կառավարիչ, ով դաբրոն տվել է, իսկ տվել են շատերը, ինչ ուզենա կարող է անի։ Դե հիմա Ժողովուրդ ջան, ես վստահ եմ, որ այս գյուղում շատ, եթե ոչ բոլորը, ամեն դեպքում 30-40% ընտրել եք Նիկոլ։ Հիմա տանում եք, այդ ջուրը թող մենակ իրանք խմեն։ Ձեր համար էլ գնան մաքուր ջուր բերեն ինչ-որ միտեղից։ Իրանք են չէ ընտրել էսա։ Իրանք են չէ համաձայնվել։ Թող իրանք այդ ջուրը խմեն, բայց ձեզ գնան մաքուր ջուր բերեն։ Դա կարծում եմ արդար է դա։ Այդպես պետք է լինի։ Ու դա պետք է պարտադրել։ Հիմա գնանք կարևոր տեղեր, տեսեք մեր ճակատագիրը ոնց է լուծվել այն կողմերը։ Նետանյահուի մեղադրանքը ներկայացվել։ Այո, ինքը չհասցրեց պատերազմը ավարտել, չհասցրեց պատերազմը հաղթել։ Վերջ Երուսաղեմում ներկայացել է դատի, որտեղ իր վրա այս դեմքը տեսնում եք խեղճ կանած։ Կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանք ներկայացում։ Եվ իրան շատ վատ բաներ է սպասվում ոչ միայն Երուսաղեմում, այլ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում են հասկացել, որ էլ Նետանյահուի հետ շփվելը արդեն քանդում Ամերիկան, տոքսիկ։ Իրանք կորցնում են իշխանություն։ Շատ վիճակում է, շատ վատ վիճակում է։ Ու այս վատ վիճակը մենակ գիտեք ով չի հասկանում աշխարհում, մի հոգի կա։ Փաշինյան Նիկոլան։ Ինքը չի հասկանում ստե ինչա կատարվում։ Ախ ես ասել եմ, չէ՞։ Սա ասենք նորմալ մեղադրանք չի, քան տարի է իրան մեղադրանքը վրան կա։ Ու ամեն անգամ հենց գալիս է լսումների օրը սա հարձակվում է Իրանի վրա։ Հիմա էլ է հարձակված, բայց Երուսաղեմի դատարանը կանչել է ասել արի հերիք էլ արի եկել է մեղադրանքը ներկայացրել է։ Մի իսկ զուգահեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ջեյ Դի Վենսը հայտարարում է, որ Իսրայելը մանիպուլյացիա է անում իր մեդիաներով հասարակական կարծիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ երկարացնի Իրանի դեմ պատերազմը Ամերիկայի Միացյալ Նահանգների հաշվին։ Վերջ։ Ջեյ Դի Վենսն է խոստովանում, որ Իսրայելն է երկարացնում այս պատերազմը իր մեդիաներով, քաղաքական գործիչներով, մանիպուլացնելով, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս չգա պատերազմից։ Այնտեղ մեղադրանք, ստեղ մեղադրանք, զուգահեռ պարզվում է Թոմաս Մեսինա հարցը խույս դրել, որ Ամերիկայի նկատմամբ ամենամեծ վտանգը աշխարհում համարվում է ոչ ավել ոչ պակաս հենց Իսրայելը 86% կներկել են որ Ամերիկայի թիվ մեջ վտանգը դա Իրանը Չինաստանը 8%, Իրանը 5%, Ռուսաստանը 1%, պատկերացնում եք 1%-ն է հավատում որ Ռուսաստանը վտանգավոր է 5%-ն է հավատում որ այսօր Իրանի հետ են չէ պատերազմում բայց 5%-ի համար է Իրանը վտանգավոր ավելի շատ 8% վտանգավոր է Չինաստանը բայց 86% Իսրայելն է որը նշանակում է մի բան այս պատերազմը այս երկրը վերջանալու է դադարելու է ուղղակի դադարելու է որտեղ այս սրա մասին է այս հայտարարությունները եւ վերջի թվիտն էլ կարդամ Թրամփի որը պարզ ասում է այդ մասին
Հիմնվելով ասում են փաստերի, որ մենք քննարկեցինք Իրանական Իսլամական Հանրապետության հետ, հա։ Որ այդ ասում եմ իրանց բանը բարձր մակարդակի ղեկավարների հետ ենք խոսացել, ասելով հա, չեղարկել է նախատեսված ռմբակոծումը։ Քննարկել են, հասկացել են, որ ժողովուրդը Իրանին 5% անվանում թշնամի։ Կոնգրեսը էլ փող չի տալիս։ Նետանյահուն դատում են, Ջեյդի Վենսն էլ հայտարարում է, որ այս ամեն ինչի պատճառը Իսրայելն է։ Եվ ոչ մի բան չի մնում Դոնալդ Թրամփին անել, քան ասել մենք քննարկեցինք, հասկացանք, որ սա անիմաստ պատերազմ է, եւ այս հարձակումը, որ նախատեսված էր, չեղարկում է։ Նիկոլ, դրիպը չես ուզում ասես։ Դու հույս ունեիր, որ Իրանը պարտվելու է այս պատերազմի մեջ։ Ասեք մենակ Նիկոլը չէ։ Հայկական, ասենց ասեմ, վերլուծական դաշտում, ինչպես իրանք են սիրում ասել, ոնց է, փորձագիտական դաշտում, երեք ինչքան մարդ կա, որ վստահ խոսում էր, որ այս Իրանը պարտվելու է։ Դա դուրները ծեցեք էլի։ Դուրները ծեցեք։ Ինձ անընդհատ, գիտեք ինչքան են բանանում վիրավորում TikTok-ում։ Դու ինչ քաղաքագետ, դու քաղաքագիտությունից խիտ չես խոսում։ Քաղաքագետ ես, ասում չես իրավիճտը։ Վախ ես խոսում քաղաքագիտությունից։ Ասում կներեք էլի, ախր որ իմ իմացած քաղաքագիտները խոսային քաղաքագիտությունից, ես տիպած չէի լինելու։ Եթե այդ քաղաքագետները իրաց գործարած լինեին, ես տիպած չէի լինելու դրա մասին խոսել։ Հիմա դուրը ծեցեք այդ քաղաքագետների, ասեք, ինչ կա։ Ես 1 տարի առաջ հունիսին անցած տարվա ասել եմ, այս պատերազմը ուրիշ ելք չունի, քան Իրանի հաղթանակը։ Իրանի պարտվելը բացառվում է, այդ երկիրը պարտություն չի տեսել։ Այդ երկրի տարածքը քարտեզը չի փոխվել։ Դա ինքը ունի կառավարման հազարամյակների տրադիցիա, եւ եթե դուք իմանաք իրանց պոեզիան, ասացվածքները, ապրելակերպը, վարքագիծը, անշտապ, հանգիստ, առանց էմոցիա, հումորով գիտակցված, դուք հասկանաք, որ դուք գործ ունեք խորքային պետության հետ, այսինքն այդ լակոտանոց չի դա, Հայաստան չի, դա նույնիսկ Ամերիկա կամ Իսրայել չի, դա խորքային պետություն է, որտեղ ում սպանեցին, պարզվեց դոկտոր էր, կամ գրող էր, կամ փիլիսոփայության դոկտոր էր, կամ այլ ոլորտի գիտնական էր, ու այս երկրի հետ Թրամփ կամ Նետանյահու, Նիկոլ Փաշինյան, հələ սպասեք, տեսեք այս երկրվա մեջ ինչեր ալնում։ Ես սպասում Նիկոլին կանչելու են Թեհրան, ասեն այ դեռ մի ինչ թրիպ է, սա սկսում։ Իսկ Նիկոլը շտապ մցրել այս թրիպի օրակարգը սահմանադրական դատարան, որ սահմանադրական դատարանը իր հավաստիացումները տա։ Նիկոլ, գնա հետ կանչի, որովհետև էլ Նետանյահու չկա։ Հիմնական շարժիչ ուժը է սրա մեջ, դա Նետանյահուն էր։ Այս պրոյեկտը իրան էր պետք։ Չկա։ Թրամփն էլ թքած ունենա։ Թրամփի վրա երեք հաստատվել է բռնաբարության գործ։ Հայեր, արթնացեք, այդ միջանցքը կոչվելու է մեկի անունով, որը ամերիկյան դատարանով ապացուցվել է, սա արդեն Էփստինի ֆայլերը չէ, ապացուցվել է, որ ինքը արդեն 5 քանի միլիոն կրվել է, ու կարծեմ արդեն վճարվել է այդ կինը, տուժողը։ Հայաստանում բռնաբարի անունով միջանցք եք սարքում։ Տեսեք ինչեր է փոխվել այս երկու մեջ։ Այս է ձեզ ասել, մի հատ լնայեք։ J.D. Vance-ը էլ ինչ է խոստովանում, մի հատ լսեք։ Cover-up is real. J.D. Vance admits the Epstein cover-up is real. If people want to say we mishandled the Epstein release, guilty. We did mishandle this. J.D. Ասեց։ Մարդիկ ասում են դուք սխալ եք բանարել, միսենդել այդ գործը, սխալ եք ղեկավարել։ Ասում եմ մեղավոր ենք, հա, սխալ ենք բանարել, ներկայացել այդ գործը, այսինքն ամեն ինչ արել ենք, որ այդ գործը դուրս չգա։ Հիմա տեսեք ինչ է, Թրամփի հերթն է,
Հիմա ոչ Նետանյահուին արդեն կանչեցին դատա, հիմա Թրամփի հերթն է։ Որտեղ Թրամփը կարողանում էր այդ գործը կրճատել, բանաներ, քենսելաներ, խլասներ Իրանի հետ պատերազմով։ Իրանի հետ պատերազմ չի լինելու։ Էլ վերջացավ։ Եթե իհարկե աննորմալը նորից վերցնի, իրան կանչեն դատարան հրամանտա կրակել Իսրայելի վրա, Իրանի վրա։ Կարծում եմ դա էլ արդեն անհնարին է։ Իրան իմպիչմենտ կանեն ավելի շուտ, քան մինչև նոյեմբերը։ Սա նշանակում է մի բան, այս ֆայլերի վրա, հեսա Թրամփին էլ են դատելու։ Ու այս ֆոնի մեջ մեկ էլ թրիփ չելլալիք է, ինչպես կասեր դասականը։ Հիմա վերադառնանք այսօր այդ երաժշտական դպրոցի պաշտոնակատարին, տնօրենին եւ իր նմաններին։ Հատ լսենք Գագիկ Գինոսյանն ինչ էր ասում։ Ես չեմ մոռացել, ինձ մի ասեք հիշաչար։ Ես չար մարդ չեմ, բայց ես լավ հիշողությունն եմ։ Ու իմ որոշումները ես էմոցիոնալ չեմ կայացնում։ Այսինքն ես երկար մտածում եմ, որ ասեցի ես դա կարողանալ եմ անեմ, թե ոչ։ Բայց այդտեղ կարողանալ չկարողանալու բան չկա, սա սկզբունքի հարց է։ Սկզբունք։ Իսկ կարողանալու ես ասեմ, Նիկոլ Փաշինյանը որը կախվեց, հիմա սենսն է կախվելու է, տարբեր իմաստներով, այն ժամանակ մնացածը հետևից սենս գալու են։ Ու այդ ցուցակը ով կա հերթում իմ ձեռքի տակ է։ Ունես չի որ ես չեմ գալու Հայաստան, ունես չի որ ներելու եմ, որտեղ ասել եմ ցանկացած մեկը մի հատ գիծ կա անցավ, եւ դեռ չկա։ Հիմա այս ընկերոջ մասին այսօր ամբողջովին խոսացել եմ առանց թթու խոսք ասելու։ Միջև երկուշաբթի հնարավորությունը կա։ Ներողություն երեխայից ու հրաժարական։ Վերջ։ Իսկ հիմա լսենք իրաց մասին ինչ ասում։ Գագիկ Գինոսյան։ Հուսով եմ այն մարդկանց համար, որոնք իրանք մարդ են համարում, իրենց իրեն։ Եվ Սոսարքսյանը, եւ Գագիկ Գինոսյանը հեղինակություններ էին։ Իրական հայու տեսակը Գարեգին Նժդեհը 700 կամավորով 30,000 սովետական կանոնավոր բանակ է կոտորել։ Եվ գեներալ Կուրուչկինը ճողոպրել է Գարեգին Նժդեհի դիմացից հազիվ հասրել է փախնել։ 2.5 տարվա մեջ Զանգեզուրում Նժդեհը կորցրել է ընդամենը 26 զինվոր, դիմացը սպանված 15,000 բոլշևիկ ռուս, Աթաթուրքի զինվոր եւ ադրբեջանցի։ Դուք թվերը համեմատեք 26,000 եւ 26 հոգի եւ 15,000, 7,000-ից ավել գերի, տասնյակ կամ հարյուրավոր թնդանոթներ, գնդացրեր եւ այլն։ Եվ երբ որ ինձ ասում են մենք չենք կարող, նրանք շատ ուժեղ են ասում կներեք, դուք չեք կարող։ Բայց ես այլ հրամանատար ունեմ, ինքը կարող է։ Եթե դուք չեք կարող, այդ ձեր չկարենալը կամ կներեք ամեքսունակությունը մի բարթեք ազգի գլխին, ձեր հոգևոր, ոգեղեն, գաղափարական կներեք արտահայտությանս իմպոտենտությունը մի բարթեք ազգի վրա, ազգը կարող է, եւ դա ապացուցել են Նժդեհն, Դրոն, Սարդարապետն եւ դրանից վաղել Մխիթար Սպարապետն ու Դավիթ Բեկն եւ դեռ ապացուցելու ենք, ինչպես ապացուցել են Լեոնիդն ու Մովսես Գորգիսյանը, ինչպես Ավելացնեն բան չկա։ Հիմա սա անձնական ընտրության հարց է։ Բոլորս էլ ընտանիք ունենք, շփվում ենք ինգերական շրջապատում։ Եթե մի շրջապատում քեզ ասել են, հա դա ճիշտ է սարել։ Ճիշտ է սարել, ինչ Արցախի նկարարի, թե հասկացան գալ Արցախցին ով արադանց, քոկը կտրելա պետք է արա։ Թուրքերից ճիշտը չկա է Ղարաբաղցու նման։ Կներեք, նա Ղարաբաղցի Արցախցի չէ էլի։ Այն որ թուրքերի հետ արդեն բարեկամություն է կառուցում։ Ուզում եմ ասեմ, այդքան դու ինչի կանես դրա ձեռը չգնացիր բենզին լցնելու այդ ցիստերի պայթելու ժամանակ։ Դու պիտի գնացած լինեիր տականք, ոչ թե այն մարդիկ։ Այդ դու պիտի նայիր, որ նա տենայր ինչա նշանակում էլի։ Թուրքերի բարեկամություն։ Լսենք։ Չափից շատ խաղաղասեր Ադրբեջան։ Եկել եմ խոսելու չափից շատ խաղաղասեր ադրբեջանցիների մասին։ Հիմա կասակետվում ստացվեց, որ ես խաղաղասեր ադրբեջանցիների մասին եմ խոսում։ Եկեք միասին դիտենք տեսանյութը, հետո քննարկենք։ Այս տեսանյութը նկարահանված է Ադրբեջանի դպրոցներից մեկում,
տեսնում եք, որ պատին կախված է քարտեզ, ամբողջական Ադրբեջան կամ ամբողջ Ադրբեջան անվանող քարտեզը, որտեղ Հայաստանը մտցված է Ադրբեջանի այդ քարտեզի մեջ։ Հաջորդ կադրում դուք տեսնում եք Աթաթուրքի կախված նկարը իրենց դասանի ներսում, իսկ մեկ այլ կադրում դուք տեսնում եք ադրբեջանցի հերոսների պատկերները կախված դասասենյակի ներսում։ Մեր հերոսներին հանում են, Նժդեի նկարները հանում են, իրենք Աթաթուրք, իրենց հերոսները, հերոս մարդասպանները, Սաֆարովները իրենց հերոսներն են, քանակերցի կյաժը, պետության համար վտանգավոր մարդ է, հակապետական երևույթ, ադրբեջանցիք որդեկան, առաջինը ձեր տուն պետք է գան, արդարացիորեն, դուք պետք է չսպասեք, որ ինքն գնի ձեզ ման գա, դուք պետք է գնաք նրանց դիմավորեք, Նիկոլան թողներ, որը տարերաբեր։ Իսկ ինչ ունենք մենք այսօրվա Հայաստանում, եղել են բազում փաստեր, որտեղ արձանագրվել է, որ վերացվել են հերոսների անկյունները դպրոցներում, հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակման օրինակներով եւ բազում այլ փաստեր։ Սա իրականությունը հարգելի հայրենակիցներ, իսկ ինչպես են ադրբեջանցիները պատրաստվում խաղաղության, դուք ինքներդ տեսնում եք։ Նիկոլես պրոպագանդայի վրա որ հույս է դրել, դա հասկանիք ուրիշ բանի վրա հույս չունել դնելու։ Չկա, ինչ հույս։ Բնականից աջակցություն չկա, հույսով այս կեղտոտ վաճառվող այս պրոպագանդիստների ձեռքով ինքը կարողանա անի այն, ինչ որ անհնարին է, իմ կարծիքով։ Ասեմ ինչու է անհնարին։ Որովհետև նույնիսկ սովետական միությունը չկարողացավ իր ամբողջ պրոպագանդիստական մեքենայով ամբողջ արմատախիլաներ այն, ինչ որ ուզում է հիմա անի Փաշինյան Նիկոլը։ Չկարողացավ էլի։ Ընդ որում չկարողացավ անել 70 տարվա մեջ։ Նախ ինքը այդ ժամանակը չունի երկրորդներ այդ ռեսուրսները, չունի։ Վախ, բան, այս կարգի ջայլ երեխեքին փուրը տալ, բան կարանի։ Կործանի կաճակատագրեր կարանի։ Բայց մեծ արդյունքի սանով չի հասնի։ Ես այսօր մի հատ ձայնագրություն տեսա։ Ես ուզում եմ սրա մասին ձեզ պատմեմ, հասկանաք, որ պրոպագանդով, նույնիսկ ամենա կատաղի պրոպագանդով այդ հարցը չի լուծում, նայեք սա։ Սա 58 թիվն է։ Ստալինը նոր է մահացել եւ Խրուշչովը պետք է ներկայանա աշխարհին որպես ամենաարդեն դեմոկրատ մարդ եւ որոշում են, որ Մոսկվայում պետք է կայանա առաջի Չայկովսկու միջազգային մրցույթը դաշնակահարների համար։ Դուք չեք պատկերացնի ինչքան միջոցներ ծախսվեց այդ մրցույթի նախապատրաստելու համար։ Ես Շոստակովիչի կյանքի հիշողություններն եմ սամիզդատով կարդացել։ Չկա տպագրված։ Դա սամիզդատը։ Ուրեմն մանրամասը նկարագրած է այս կոնկուրսի պատրաստվել։ Ուրեմն 10 ամիս առաջ կոնկուրսից մի առանձին քաղաք են ստեղծում, քաղաք։ Դասարաններով լավագույն ռայալները տանում տեղադրում են 58 թիվն։ Լավագույն դասատուներին ուղարկում են ընդ ապրելու ուսանողների հետ։ 10 ամիս մինչև կոնկուրս այդ դասատուները ոչ մի բան չեն տենում, ուսանողները, կոնկուրսի մասնակիցները ոչ մեկին չեն տենում, մի խոսքով, ուրեմն ամեն ինչ գնում անդե, սնունդը, ինչ որ պետք է ապրելու համար, պարապել քնել, ուտել, 10 ամիս, փակ գարադոկա, փակ, ոչ մեկ դա մասին չի իմացել, որ առաջի Չայկովսկու մրցույթի հաղթողը պիտի ռուս լինի, սովետական միության քաղաքացի, վերջ, դες պետք է լիներ, ոչ էլ գաղթու սովետում մեկը կրեր, այն էլ վանկլիբերն է գալիս է, Չայկովսկին, նվագում է բոլոր ռուսներից լավ, այս բաներ կա, որ ինչ ուզում ես արա, պրոպագանդան չի աշխատում, իհարկե ինքը շատ բաներ անում է, հասկացեք, բայց ինքը ամենազոր չի, ամբողջ 200 միլիոնանոց սովետական միությունում չի գտնվում մեկը, որ այս տղուս լավը կլինի,
ու ամերիկացին է հաղթում։ Իր թշնամին գալիս է մրցույթ ադել են, որ իրանք հաղթեն ամերիկացիներին։ Ամերիկացիես, այստեղ է, դες այստեղ են գալիս։ Գալի հաղթում գնում։ Վերջ։ Ամեն ինչ չի, որ դրանով է որոշվում։ Ամեն ինչ չի, որ հնարավոր է կանխատեսել, ամեն ինչ չի, որ հնարավոր է, ասեմ, պարապացնելով, վախեցնելով, Փաշինյան Նիկոլի դեպքում, հա, վախեցնելով, շանտաժով հասնել։ Այս ամեն ինչը բերում է նաև հակառակը։ Հիմա այսօրվա այս դեպքի մասին ինչքան մարդ իմացավ արդեն, որտեղ ես Facebook-ում եմ դրել, ասեք մի 24000 հետևող տեղ է, մի 100,000 տեղ է, պլյուս մենակ ես չեմ դրա մասին խոսում, դա ես մենակ իմ մասով եմ ասում։ Ասեն առնվազն ամբողջ հայկական աշխարհը երաշտական արդեն գիտի։ Ես երաշխավորում եմ, որ դա արդեն գիտի։ Որտեղ ես գիտեմ ինձ ովքեր են նայում։ Պլյուս մեն ասած մարդիկ ովքեր հետաքրքրված են։ Չէ՞ որ ես առնվազն մի հատ առավոտ թերթից ցիտեցի, մի հատ էլ Լուսինե Ազնավուրյանի։ Իրենք էլ իրաց հսկայական հետևորդներ ունեն։ Պլյուս այն մարդիկ, որ այս ամեն ինչը տարածել են։ Չէ՞ որ ցանկացած այս կարգի գործողություն ունենում է նաև հակազդեցություն։ Եթե Սովետը իր ամբողջ ռեսուրսները չկարողացավ մի հատ կոնկուրս կրել 200 միլիոնով ամերիկացիները մի օգուտ, որտեղ ինքը լավն է այդքան բան։ Ու ստիպած էին բոլոր ժյուրիները այդ ընդունել այդ հանգամանքը։ Այսինքն դուք ձեր այս շանտաժներով, այս կեղտոտ պրոպագանդայով դուք մեր մեջից չեք կարող հասնել անել մեր հիշողությունը, որովհետև նախ դա անբարոյական է, ի վերջո անբարոյական է, չնայած ում հետ ես ինչ եմ խոսում։ Մեկը որ հազարավոր երեխեք է տարել սպանել ու ասում է ես կարծիք ունեմ, իր համար ինչ բարոյականություն։ Ինքը բարոյականության մասին էլ կարծիք ունի։ Հա, որտեղ օրինակ բարոյական տեսակետից իր համար նորմալ է, որ կարելի է ասենք ունե զրկել Ծառուկյան Գագոյին։ Հա, ինչի՞ չէ որ օլիգարխա, բերեք ունե զրկենք, բերեք սպանենք ընդհանրապես, իր կենթանիներին սպանենք, իրանից սպանենք։ Հա։ Այսօր իր պրոպագանդիստներից մեկի Վիգեն Ավետիսին է տեսել, ասում է սա ինչ որ մի ժամանակ նկարիչ է գցել, քանդակագործ է գցել, կարծեմ առույցի վանդակ։ Ուզում եմ ասեմ, Վիգեն Ավետիչ, դու էլ ես հանցագործ, իմանալ չասելու մասին։ Միջև հիմա այդ հանցանքի համար ով Ծառուկյան Գագոյին չի ձերբակալել, ինքն էլ է հանցագործ։ Ու ես քեզ պետք է ասեմ, դու էլ քո իմացած կառավարությունն էլ, քո սիրած կառավարությունն էլ 8 տարի իշխանության մեջ եք։ Հենա դու ցուցմունք տվեցիր, որ դուք 8 տարի է թաքցնում եք հանցագործությունը։ Հասկացաք դուք ով եք։ Հա, բայց սա էս բանա տալիս, իմաստ է տալի, այս ամեն ինչը իմաստ ունի ուղեղ ունեցողի համար։ Ու մոտ որ դա ախտահարված է, ոչ մի բան չի փոխելու։ Դա համար եմ ասում, եկեք ժամանակ մի կորսեք դրանց վրա։ Այն ինչ որ կանանք մենք անենք, կանենք։ Արեք ունե առողջներին փրկենք։ Իմ գործունեությունը դրա վրա է, դրանն միտված, հավատացեք։ Այն ախտահարված 30%-ի հետ ոչինչ չեմ ուզում ունենալ։ Ես sense կանդրադառնամ, զգուշացումս կտամ ու կանցնեմ առաջ։ Հետո կտեսնեմ ինչքան էր ախտահարված 50%, 90%, 100%, 10%, կերևա էլի գործողություններից։ Բայց առաջ գնալը, որովհետև իմ խնդիրը ես sense եմ տեսնում առողջ մարդկանց գտնել, իրանց հետ զրուցել եւ փորձել գտնել ձևը մեր երկիրը փրկելու համար։ Սա է իմ խնդիրը։ Եվ հուսով եմ մենք իրար դա կկարողանանք անել։ Այսօր համար այսքան լավ մնացեք։